Միքայել ջան, ձեզ որ խնդրեմ, կարող եք պատմեք քաղաքի մասին, ինչու Գորիսը համարվում է շատ յուրահատուկ քաղաքներից մեկը Հայաստանում։ Ասեմ, նախ ողջույն բոլորին, արդեն ինչպես գիտենք գտնվում ենք Գորիս քաղաքում, հիմա քայլում ենք Մաշտոցի փողոցով։ Ինչու է Գորիսը համարվում Հայաստանի յուրահատուկ քաղաքներից մեկը, որովհետև ունի հետաքրքիր պատմություն, ունի հետաքրքիր ինքնատիպ ճարտարապետություն եւ իհարկե Գորիսը տվել է բազմաթիվ նշանավոր Գորիսի ծնունդ են բազմաթիվ նշանավոր մարդիկ, հայ գործիչներ տարբեր ոլորտներից, ասեմ, ուրեմն Գորիսի ճարտարապետությունը ինքը ինքնատիպ է մի քանի առումներով։ Նախ Գորիս քաղաքը ինքը հիմնականում Գորիս քաղաքում հիմնականում երկհարկանի տներ են, իսկ այս բազմահարկ շենքերը, երկու հարկից ավելիները արդեն կառուցվել են ուշ շրջանում, սովետական միացյան ԽՍՀՄ տարիներին ու ավելի ուշ։ Հիմնականում երկհարկանի են, գրեթե բոլոր տները ունեն պատշգամբներ, օրինակի համար կարող եք նայել։ Ու էլ ինչա, կարմիր տանիքներ հիմնականում, դրա համար շատ հաճախ Գորիսն անվանում են նաև կարմիր տանիքների քաղաք եւ պատերի հետաքրքիր ձևավորում ունի, սա տիպի գորիսյան ոչ է, կոչվում է մեր բարբառով Բալքաշ, մի քիչ ավելի գրական հայերեն բարքաշ, այսինքն բարա ճեղք եւ քաշ փակել, ճեղքը փակել։ Ինչ էֆեկտ ունի այս բարքաշ կոչվածը, Բալքաշը։ Հա, կարող ենք մոտենալ։ Ինչ էֆեկտ ունի, այսինքն նայեք, այդ բարքաշ կոչվածը սա է, համարյա ամբողջ քաղաքի շենքերը, գրեթե ամբողջ քաղաքի շենքերը, պատերը այս ձև կառուցված են, սարքված են, այսինքն ինքը ունի եւ գործնական նշանակություն եւ գեղագիտական էֆեկտ ունի, բացատրեմ։ Համար մեկը, երբ որ վարպետները քարը շարել են, այս քարերի արանքում, երբ որ շարված կան արանքներ։ Հիմա բարան այդ արանքն է, ճեղքն է, քաշել այդ ավազաշաղախով փակել։ Համար մեկը, որ խոնավությունը քարերի արանքը, խոնավություն ջուր քարերի արանքը չթափանցի, պատը ամուր մնա, եւ երկրորդը, երբ որ այս շաղախը մի քիչ փոքրինչ չորանում է, վարպետները ի սկզբանե այս մասը հարթեցրածել են։ Հետո այդ մալակոչված մասյերոկով, գործիքով այս ձև կտրվածքներ են անում ու ընդհանուր, երբ որ հեռվից նայում ես, այնց գեղեցիկ բան է ստացվում։ Ու որ քաղաքում շատերը որ գալիս են Գորիս քաղաք, շատերի հենց աչքին առաջին հերթին զարնում է այս պատերի այս ձևավորումը, բարքաշը։ Մեկ էլ արդեն այս Գորիսյան այդ կարմիր տանիքները, պատշգամբները, եւ իհարկե նաեւ քաղաքի սիրուն տեղադիրքը, բնությունը, այդ ձև։ Նաեւ Գորիսի առանձնահատկություններից մեկը նաեւ քաղաքի շախմատաձև հատակագիծն է։ Երբ որ վերևից նայում ես, քաղաքն ունի շախմատաձև հատակագիծ, ինչպես ասել էի, Գորիսի առանձնահատկություններից մեկը, այլ ճիշտ գեղեցկությունների բաղադրիչներից մեկն էլ Գորիսի դարպասներն են, հին դարպասները, իհարկե ոչ բոլորն են պահպանվել, բայց Գյումրի քաղաքի նման Գորիսում նույնպես կան նմանատիպ պահպանված դարպասներ։ Հիմա գտնվում ենք Զորավար Անդրանիկին նվիրված հուշաքարի մոտ եւ ինչպես նշված է 1918-19 թվականներին այս տանը ապրել է Զորավար Անդրանիկը։ Գորիսը հայտնի է նաև իր
մեծանուն զավակներով տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են, հիմա այս բոլորին անունները անգիր չեմ հիշի, բայց կարող եմ հիշատակել մի քանիսին, օրինակի համար գրող Աքսել Բակունցը, Սերո Խանձաձյանը, Գուսան Աշոտը, եղել է նաև հայտնի բժիշկներ, Գորիսից է նաև հայտնի կերամիստ ու բրուտագործ Հրանտ Բաղդագյուլյանը, Քաղաքի պատմության մասին երբ է հիմնադրվել։ Հիմնադրվել է 1870 թվականին ցարական կառավարության օրոք, որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Հիմնադրվել է ժամանակակից քաղաքը, բայց որպեսզի շատերի մոտ թյուր կասիկ չկազմի, որ հենց Գորիսը քաղաքի կառուցման տարուց է հաշվարկվում Գորիս քաղաքի կամ գորիսեցիների գոյության փաստը, ասեմ, որ եղել է 5 Գորիսը Վերիշենի հատվածում է, քաղաքի հյուսիսային մասում, իսկական 5 Գորիսը, եւ հարավ-արևմտյան մասում, սա ավելի շատ հարավ-արևմտյան մասում գտնվող 5 Գորիսը, կամ ավելի ճիշտ կլինի ասել Գորիս գյուղը, ինքը շատ սիրուն տեսարաններ ունի, Լաստիխութն է, Լաչի քերծն է, Քարերի անտառն է եւ զբոսաշրջության տեսանկյունից զբոսաշրջության համար ավելի նպատակահարմար է այս հարավ-արևմտյան մասում գտնվող 5 Գորիս գյուղը կոչել 5 Գորիս, որովհետեւ ինքը ավելի ներկայանալի է զբոսաշրջության համար։ Այսպեսի մի հետաքրքիր փաստ էլ կա։ Ուրեմն ցարական կառավարության շրջանում Գորիսը եղել է Հայաստանի 5 խոշոր քաղաքներից մեկը, ուրեմն դրանք են Երևանը, Գյումրին, նախկինում կոչվել է Ալեքսանդրապոլ, ցարական կառավարության ժամանակ, Նոր Բայազետը հիմա Գավառ է կոչվում, Գեղարքունիքի մարզի մարզկենտրոնն է, Շուշին ու Գորիսը։ Ցարական շրջանում 5 քաղաքներից մեկն էր։ Նաև Գորիսի առանձնահատկություններից մեկն է նաև Գորիսի բարբառն է, որը Սյունիք Արցախյան բարբառի մի բաղկացուցիչ մասն է։ Գորիսի եւ Արցախի բարբառները։ Հա, ուրեմն ասեմ Գորիսի ու Արցախի բարբառների մասով։ Ասեցի, որ Գորիսի բարբառը Սյունիք Արցախյան բարբառի մի մասն է, եթե չեմ սխալվում, լեզվաբանական շրջաններում ասում են, որ Գորիսի բարբառը Արցախյան ենթաբարբառ է, իսկ թե ինչով են տարբերվում, ընդհանուր երբ որ մարդիկ ծանոթ են Սյունիք Արցախյան բարբառին, իրենց բոլորին կարող է թվալ, որ Գորիսի բարբառը Արցախյան բարբառ է, շատերը մեկ-մեկ լսում են, ասում են Արցախից ես, այդ ուղղակի նրանից է, որ այդ բարբառը չեն լսել։ Նմանություններ կան, բայց տարբերություններ կա հնչողությունների մասով, բառերի մասով, արտահայտվելու մասով։ Ընդհանուր նմանություններ կան ու տարբերություններ կան։ Օրինակ Իմ ընտանիքը մի կերպ հասցրել ենք դուրս գանք առանց որևիցե բանի։ Սենց եկել ենք, հասել ենք Ստեփանակերտ։ Շատ դժվարություններով, չեմ ուզում շատ այնց մեկնաբանեմ։ 4 օր մնացինք Ստեփանակերտ, դառը ճակատագրով,
Հաշ չկար, ջուր չկար, լույս չկար, շենքերի առաջ փեչը դրել ենք, շենքերի առաջ լավաշ ենք թխել, ասինքն յոխա, այն մեր պապեկան յոխաներն են թխել, երեխաներին կերակրել, այդ մի քիչ հաց։ Դե շատ շնորհակալ ենք, մեզ շատ լավ ընդունեցին կորնիձորը հակարին, որ անցակ, այնտեղ շատ լավ ընդունեցին ժողովուրդը։ Անցակ եկան Գորիս, իհարկե ես կարող ասենց ասեմ, մեր քաղաքապետի շատ գոհ շնորհակալ ենք, ինքը շատ, այս պահին էլ ինքը շատ ջեր մոտիկացում է ցույց տա մեզ, որ մենք այս աշխատանքը անում ենք, մեզ համար հաց ենք ստեղծում, ուրիշին չենք ասում, այս մեկ է մեկ, դա էլ մեզ նշանակություն ունի, որ Արուշ Արուշանյանը շատ հոգատար վերաբերվում է մեզ հետ, էլ ինչ որտեղ սփոփանք է, մեզ համար, ինչ որտեղ չի սփոփանք է, որ մենք ստեղ ազատ կարող ենք մեզ գոյատևենք, այդ կասեի։ Կարող եք պատմեք այս թանգարանի մասին, այս թանգարանի կարևորության մասին։ Իհարկե, այս թանգարանը բնականաբար հուշային թանգարան է, հիմնադրվել է 1970 թվականին, Աքսել Բակունցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նրա հայրական տունը վերածվել թանգարանի։ Հետագա տարիների ընթացքում այն ավելի ընդլայնվել, փոխվել բովանդակային եւ դարձել է համարյա նաեւ գիտակրթական կենտրոն եւ մենք այդ ճանապարհին ենք եւ մարզի ամենաերևելի թանգարաններից մեկն է։ Գորիսում կա նաև վերջին տարիներին բացվեց նաև հուշային մի նոր թանգարան, դա մեր հայրենակից Սերո Խանձատյանի տուն թանգարանն է, կառույց, որը գրողը հատուկ կառուցել է թանգարան դարձնելու, թանգարան լինելու համար։ Եվ այժմ այդ թանգարանը գործում է։ Դե յուրաքանչյուր մարդու համար այս մոլորակի վրա ամենաթանկ անկյունը իր ծննդավայրն է։ Եվ սա իմ ծննդավայրն է և մեր քաղաքացիների ծննդավայրը և բնականաբար բոլորն էլ սիրում են իրենց քաղաքը, չեն պատկերացնում առանց հայրենիքի իրենց ծննդավայրի, դժբախտաբար վերջին տասնամյակներում քաղաքից շատ մարդիկ, հատկապես երիտասարդներ արտագաղթել են աշխարհի տարբեր կողմեր եւ շատերը հաջողությունների են հասել մշակույթի, գործարարության տարբեր ոլորտում եւ արձագանքները բավական տպավորիչ են։ Ոմանք հաճախակի գալիս գնում են վերջերս օրինակ համացանցում հայտնված գորիսեցիների այդ էջի մեջ հազարավոր մարդիկ ընդգրկված են եւ քաղաքում տեղի ունեցող ցանկացած մի իրադարձություն հասնում է համարյա բոլորին։ Ես շատերին եմ հանդիպել եւ նրանք շատ ուրախ են, ցնծում են ամեն մի ձեռքբերումով, ամեն մի հաջողությամբ եւ պատրաստ են նաև իրենց լուման, իրենց աջակցությունը բերել։ Այս ոլորտում նորից թաքնված հնարավորություններ կան եւ իրենց փորձը, իրենց հնարավորությունները կարող են նույնպես նպաստել, որպեսզի մեր քաղաքը դառնա ավելի բարետես, ավելի գեղեցիկ, ապրելու համար շատ ավելի գրավիչ եւ հուսանք կգա այդ օրը, որ մեր քաղաքից հեռացած մեր համակարգացիները
մեկիկ կվերադառնան իրենց սիրելի քաղաք, իրենց ծննդավայր, իրենց հայրենի քաղաք եւ մեր քաղաքի բնակչությունը կաճի։